Պարոն Գալջյան, իմ պատկերացմամբ համ էքսպրեսիայի պակաս կար, համ վիդեոն երևի զուտ խորհուրդ, ավելի հասկանալի լինի, ինձ թվում է շատ արդար կլինի, որ ուղղակի ոչ թե սենց պատկեր ցույց տաք, այլ ասեք, որ մանկապարտեզը, որ թվին, որ քաղաքապետի օրոք, ում անունով է սեփականաշնորհվել, դրանից հետո ես կարող եմ նաև հետազոտություն անել ցույց տալ, թե այդ քաղաքապետերը, սեփականաշնորհողները հիմա ում քաղաքական ճամբարում են, 23 թվականի հավաքանու ընտրություններին ում համար են աշխատել, նաև հենց այդ զուգադիպությամբ է, եթե իրանք հանգարց ստացվում է, որ ընդդիմադիր չեն, այդ բոբո թալանչիների ցանկում իրանք չեն հայտնվում։ Եվ ստեղ ես վստահաբար իմ հիպոթեզը կարդարացնեմ եւ կապացուցեմ, որ Հայաստանի Հանրապետության հպարտ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք թալանչի եւ հանցագործ են բացառապես այն մարդիկ, ովքեր որ ունեն ընդդիմադիր կեցվածք։ Պարոն Հակոբյան, ես իմ էքսպրեսիան պահել եմ ձեր հարցերին պատասխանների համար եւ հիմա ձեզ ասեմ 1997-ից 2007 թվականներին բացեք նայեք ովքեր են եղել քաղաքապետեր, բայց ես կարող եմ շատ ավելի լավ հիշեցնել թե ով է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, եւ եթե օրինակ դուք շեշտում եք Նիկոլ Փաշինյանի անունը, տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մանկապարտեզներ են կառուցում, իսկ ձեր կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մանկապարտեզները վաճառվել են։ Արձագանք ունեմ, չէ՞։ Իհարկե։ Ահա, ֆանտաստիկ։ Տեսեք, առաջինը մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նախորդ բոլոր նախագահները եւ ղեկավարները կարծում եմ մանկապարտեզներից մի քիչ ավելի կարևոր գործառույթներ են ունեցել եւ քաղաքական մանիպուլյացիա մանկապարտեզների պես հարցերը կապել նախագահների հետ, երկրորդն էլ ախր սենց որ լավ խոսում եք, ես ասում եմ, եթե դուք ձեր խոսքերին իրապես տեր լինեիք եւ ազնիվ լինեիք, ես ձեր կողմից կլինեի, ախր դուք հիմա եկել եք խոսում եք գողացված մանկապարտեզների մասին, ես ասում եմ, ջան, ճիշտ եք ասում, գետինը մտնի նա, ով էս երկրից մանկապարտեզը տարել, հետ ստացեք, պատժեք, դատեք, բայց ախր ձեր օրոք դուք գնում եք պատմությանը, եզրերը դառնում եք էլի ընդդիմադիր, մինչև հիմա չենք ընդունում, որ իշխանություն եք, ձեր օրոք չէր, որ ընդդիմադիր բլոգերը մեր գործընկերոջ հետ գնաց, բացահայտեց Լիլիան Արմի վերցրած մանկապարտեզի կոռուպցիոն խայտարակ արված աշխատանքը, բռնիկ մարկանց ծեծեցիք, գործերը վրեքը հարուցիք, ծեծողները մինչև հիմա բանտում չեն, ու այդ ամեն ինչից հետո էլ դուք տեսնում եք, որ Լիլիան Արմը շարունակում է գումարներ ստանալ պետությունից։ Պետք չի գնալ հեռու, որ գտնել կոռուպցիա եւ անարդարություն։ Այսօրվա ձեր աշխատանքի մեջ համ այդ կոռուպցիանը բխտում։ Աման արդարությունը։ Պարոն Հակոբյան, ասում եք ձեր կողմից լինեմ, պետք չի, ես չեմ ուզում, որ դուք մեր կողմից լինեք, դուք ասում եք նախագահան ինչ կապ ուներ ավելի կարևոր գործերով էր զբաղված, ճիշտ եք ասում, մանկապարտեզներ վաճառել զուգահեռ, ասենք երկաթգիծներ վաճառում, դա ավելի կարևոր վաճառք էր, բան չունեմ ասել, այդ առումով վիճել չեմ կարող։ Ռոբերտ